Վերջին 2 ամսում Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից ճանաչվել է ավելի քան 4200 ընտանիքների սեփականության իրավունքը։ Համեմատելով նշենք, որ 2009 թվականի հունվար-մարտ ամիսներին ճանաչվել է ընդամենը 600 քաղաքացու իրավունք։ Թվերի դինամիկան ցույց է տալիս, որ անշարժ գույքի անհատույց օրինականացման գործընթացը այժմ քաղաքապետարանում արդյունավետ է ընթանում։ Նոր համայնքի 4-րդ զանգվածի բնակիչները բողոք էին ներկայացրել Երևանի քաղաքապետին, ինչ որ կազմակերպության կողմից իրենց թաղամասի կանաչ գոտին գրավելու առընչությամբ։ Գագիկ Բեգլարյանը եղավ տեղում, ծանոթացավ իրավիճակին, լուծումը ճուշացավ։ Մեծ պարիսպն օրերս քանդվեց, տարածքը ոչ նպատակային օգտագործելու հիմքով չեղյալ հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի նախկին 2000 թվականի որոշումը։ Հանրային նշանակության կանաչը վերադարձվեց բնակիչներին։ Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ ներկրվել է մանկական խաղերի եւ կարուսելների 97 հավաքածու, դրանք տեղադրվելու են բակային տարածքներում։ Մինչ այդ 22 նոր խաղահրապարակ արդեն տեղադրվել եւ կահավորվել է։ Գարնանային Երևանն այս տարի առանձնահատուկ է նաև ծաղիկների առատությամբ։ Առաջին անգամ քաղաքապետ Բեգլարյանի հանձնարարությամբ ծաղկապատվեցին նաև մայրաքաղաքի կամուրջները։ Հոլանդիայից ներկրված ծաղկատեսակները հարմարեցված են մեր կլիմայական պայմաններին։ Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ ներկրվել են նաև 4000 ժամանակակից շարժական փակ աղբարկղեր, որոնք տեղադրվում են մայրաքաղաքի բանուկ հատվածներում։ Քաղաքապետի հանձնարարությամբ այսպիսի աղբամաններ պետք է դրվեն բոլոր մեծ խանութների եւ հանրային սպասարկման օբյեկտների հարևանությամբ։